Բարև բոլորին, ես խոստացել եմ, որ կպատմեմ, թե ինչպես է Աստվածաշունչը դժվարությունների միջով հասել մեր օրեր, և այս նյութը հենց այդ մասին է։ Շատ վաղ ժամանակներում Աստվածաշունչը գրվում էր ձեռքով, մագաղաթի վրա կամ կաշվի վրա։ Դրանք գրվում էին ձեռքով, ու մեկ Աստվածաշունչը պատրաստելը կարող էր տարիներ տևել։ Մարդիկ հաճախ վտանգում էին իրենց կյանքը այդ գրքերը պահելու կամ տարածելու համար։ Որոշ երկրներում Աստվածաշունչ ունենալը անգամ արգելված էր, բայց հավատացյալ մարդիկ գաղտնի տանում էին այն գյուղից գյուղ, որպեսզի ուրիշներն էլ լսեն Աստծո խոսքը։ Երբեմն նրանք թաքցնում էին գրքերը հողի տակ կամ հագուստների մեջ։ Հետագայում գերմանացի Յոհան Գյուտենբերգը ստեղծեց տպագրական մեքենա։ Դա օգնեց, որ Աստվածաշունչը շատ օրինակներով տպվի և հասնի ամբողջ աշխարհին։ Անգամ այսօր կան մարդիկ, ովքեր բարդ պայմաններում են կարդում Աստվածաշունչը, սարերում կամ պատերազմների մեջ։ Այս ամենը ցույց է տալիս, որ Աստծո խոսքը միշտ հասնում է մարդկանց, նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Հուսամ ձեզ դուր եկավ նյութը, իսկ ես կաշխատեմ, որպեսզի այսպիսի նման հետաքրքիր նյութեր ավելի շատ ներկայացնեմ և կիսվեմ ձեզ հետ։ Իսկ հիմա բոլորին ստեսություն։